Վաշինգտոնից Թեհրան սպառնալիքների ռումբեր են թռչում, զուգահեռ նաև տեղեկատվական տերոր է սկսվել։ Իրանագետ Արամ Շահնազարյանի պնդմամբ տեղեկությունը, թե Իրանը փակել է իր օդային տարածքը, բանակն էլ բերել է մարտական պատրաստության վիճակի, իրականության հետ կապ չունի եւ տարածվել է մեկ նպատակով, որ խուճապ առաջացնի Իրանում։ Սա ձեռնտու է առաջին հերթին մյուս կողմին, Իսրայել, Միացյալ Նահանգներ հոգեբանական ճնշում բանեցնելու համար Իրանի հասարակության վրա, հանրային կարծիքի վրա վախեցնելու պատերազմի վտանգից, որպեսզի նաև ներքին առումով ճնշումներ լինի Իրանի կառավարության իշխանությունների վրա գնալ փոխզիջումների։ Շահնազարյանի կարծիքով տասնյակ տարիներ Իրանում միջուկային զենք փնտրող արևմտյան առաջնորդներն էլ լավ գիտեն, որ այդպիսի զենք չկա։ Միջազգային հանրության ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը պարբերաբար ուսումնասիրություններ է անում։ Վաշինգտոնն ու Թել Ավիվը անընդհատ թեժացնում են թեման Թեհրանի ռազմաարդյունաբերության զարգացումը կասեցնելու համար։ Սրանք ամբողջ բաներ են, որ այսպես կոչված ոչ պաշտոնական կապիտուլացիա է Իրանի համար, որը անընդունելի է եւ դրանք բացարձակապես Իրանի միջուկային ծրագրի հետ գործ չունեն։ 2000-ականների Իրաքի օրինակն է հիշեցնում իրանագետը։ Ամերիկացիները գահանկեց արեցին Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին, մեղադրելով միջուկային զենք ունենալու համար։ Հետո պարզվեց, որ ոչ մի միջուկային զենք էլ չկար։ Իրենք ստեղծում են այդ ինֆորմացիոն փուչիկը, այդ ֆեյք տեղեկատվությունը, արևմտյան մամուլը, մեդիան սկսում է ուղղորդել դա, հանրային կարծիքը պատրաստվում է այդ ամեն ինչի համար, հետո տեղի է ունենում հարձակումը։ Իրանագետի խոսքով հակադիվանագիտական քայլ է արել Թրամփը Իրանի հոգևոր առաջնորդին նամակ գրելով։ Ըստ լրատվամիջոցների ԱՄՆ նախագահը 2 ամիս ժամանակ է տվել նոր միջուկային համաձայնագիր ստորագրելու համար, սպառնալով ռազմական գործողություններով։ Ավելի ուշ Թրամփը նաև հայտարարել է, թե Իրանը կբախվի նախկինում չտեսնված ռմբակոծությունների։ Այդ ոճով Թեհրանի հետ չեն խոսում, նկատում է Շահնազարյանը։ Այդ նամակում, որը Թրամփը հղել էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին, որտեղ նախապայմաններ կար, որոնք պիտի կատարվեն, այլապես կհարված ենք, նման լեքսիկոնով, նման ոճով Իրանի նման պետության հետ խոսել չի կարելի, եւ Իրանը այն պետությունը չէ, որ տեղի է տալու այդ ամենի դիմաց։ Փորձեցի այս 2 օրվա ընթացքում հիշել, վերջին 40 տարվա ընթացքում ես նման կոպիտ ռետորաբանության ականատեսը չեմ եղել։ Իրանագետը այնուամենայնիվ չի կարծում, թե լեզվակռիվը կվերաճի ռազմական բախման։ Սա շատ ռիսկային է, շատ ռիսկային է։ Թե Վաշինգտոնում, թե Թեհրանում շատ լավ հասկանում են, որ համաշխարհային տնտեսությունն անդառնալի կորուստներ կկրի այդ բախումից։ Պատկերացրեք միայն, որ նավթի հոսքը խախտվի կամ մի քանի հատ այդ նավթային կենտրոններից հարվածի Իրանը, ինչ է տեղի ունենալու միջազգային տնտեսության մեջ։ Սա իմ կարծիքն է, միգուցե սուբյեկտիվ հնչի, Թրամփը դարձել է իր հայտարարությունների գերին։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ ես կարծում եմ, որ կողմերը, թե Միացյալ Նահանգները, պաշտոնական Վաշինգտոնը, թե պաշտոնական Թեհրանը փորձելու են այնուամենայնիվ գտնեն ինչ-որ ընդհանուր բան այս թնջուկը լուծելու համար, որովհետև երկուսն էլ գիտեն, որ երկու կողմում էլ գիտակցում են, որ այնուամենայնիվ լարվածության թոթափումը, ինչ-որ համաձայնության հասնելը երկու կողմերի շահերից է բխում։ Իրանագետը հույս ունի, որ հնարավոր պատերազմի դեպքում Բաքվում գլուխները չեն կորցնի ու փորձեն սադրանքներով ստանալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Եթե Ադրբեջանը այդքան հեռատեսություն չունենա եւ այնքան հիմար գտնվի, որ փորձի Իրանի դեմ ինչ-որ բան սադրել, կարծում եմ, որ իրանք գիտակցում են պատասխանը ոնց է լինելու եւ ինչ են ստանալու։ Թեհրան-Վաշինգտոն բախման շահառու այնուամենայնիվ կա։ Մասնագետները հորդորում են չմոռանալ իսրայելական գործոնի մասին։ Նեթանյահուի վարչակարգը կարող է սադրել, բայց անգամ այդ դեպքում կա զսպող հանգամանք։ Սիրիայում թուրքական հոբ համակարգերի տեղակայումը, որը զգալիորեն ավելացնում է հենց սիրիական հողի վրա թուրք-իսրայելական բախման վտանգը։ Կարնե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան, Եվանի Ղանդիլյան, Հայլուր։